Հիպոթեկային վարկավորման պայմանագրերում սպասվում են փոփոխություններ։ Հնարավորություն է ստեղծվում այսպիսի պայմանագրերը իրավունքի պետական գրանցման ներկայացնել առանց նոտարական վավերացման։ Ազգային ժողով ներկայացված նախագծի հեղինակները նշում են, որ բանկերը վարկ տրամադրող կազմակերպությունները նախքան պայմանագրի գործողության մեջ մտնելն արդեն իսկ հավուր պատշաճի ուսումնասիրություն են կատարում։ Դրությամբ սահմանվող կարգը հետևյալն է, որ եթե պայմանագրերը վավերացվում էր, այդ եռակողմ պայմանագրերը վավերացվում էր, ապա դրանք պարտադիր այնուհետև տարվում էին նոտարական գրասենյակ, որպեսզի նոտարն էլ իր կողմից վավերացնի տվյալ պայմանագիրը եւ նոր այնուհետև ներկայացում էր իրավունքի պետական գրանցման։ Այս դեպքում այս հնարավորության ներդրմամբ մենք տալիս ենք հնարավորություն, երբ որ քաղաքացին, ով ուզում է գույք ձեռք բերել, վաճառող ով վաճառողն է եւ համապատասխան գործարքը կնքվում է հիպոթեկային վարկավորմամբ, ապա իրենք իրար մեջ այդ եռակողմ պայմանագիրը ստորագրեն եւ էլեկտրոնային համակարգով բանկը ներկայացնի կադաստրի կոմիտե իրավունքի պետական գրանցման։ Այս փոփոխությունները միտված են մի քանի խնդիրների լուծման։ Առաջինն այն է, որ Հայաստանից դուրս գտնվող անձը, որը ցանկություն ունի ներդրում կատարել անշարժ գույքի շուկայում, այլևս կարիք չի ունենա գումար ծախսել, անձամբ գալ Հայաստան կամ որևէ լիազորագիր տալ ու իր ներկայացուցչին խնդրել գործընթացն առաջ տանել։ Այսինքն ներդրվում մի համակարգ, որով արտասահմանում գտնվող ներդրողը, այսպես ասած, եթե ինքը ցանկություն ունի հիպոթեկային վարկավորմամբ Հայաստանի Հանրապետություն գույք ձեռք բերել, ապա ինքը կկարողանա այս առուծախի պայմանագիրը հեռահար գտնվելով արտասահմանում ստորագրել, ներկայացնել եւ դա արդեն իրավունքի պետական գրանցման հիմք կդառնա։ Հաջորդ հարցը վերաբերում է Հայաստանում անշարժ գույքի շուկայի զարգացմանը։ Այն է, զարգացմանը զուգահեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի թվային գործիքակազմեր, որոնք առկա են առաջադեմ շուկայում եւ ներդրողները կարողանում են օգտվել։ Միևնույն ժամանակ մենք թողել ենք այդ հնարավորությունը, որ քաղաքացին իր ընտրությամբ կարող է օգտվել պայմանագրի կնքման այս եղանակից կամ համապատասխանաբար նոտարական վավերացման եղանակով։ Այս օրենքի հաստատումից հետո կառավարությունը պետք է սահմանի համապատասխան պայմանագրի ձևանմուշ, որը հիմք կդառնա բանկերի, վարկատուների, վարկառուների, գնորդների եւ վաճառողների միջև պայմանագրի կնքման համար։ Աննա Գզիրյան, Armenpress։